Վերջին նորությունները, որոնք օրինակ մի Պապոյանն է հայտնում, ինչ ուսադրող են, արդյոք ուսադրող են, թե փափուկ բարձի է նմանվում։ Հարազատներ, ես այսօրվա դրությամբ մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանի։ Չկա ուղղակի ոչ մի ձև։ Եվրոկոդերից ենք խոսում, ճանապարհներից ենք խոսում, ու շատ ձևաչափը չկա։ Ոչ մեկ չգիտի, իրանք էլ չգիտեն, բարձ ասեմ։ Իրանք չգիտեն, պրոստա խոսում ենք, կհանենք, երրորդ ամիսն է, մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած ու միայն խոսքեր ենք լսում, գալիս են, ձգում են, մի շաբաթ անցնում է, վայ հենց տեսնում են գազերը հավաքվել, հեսա պետք է ժողովուրդը լինի, վայ մի հատ հանդիպենք խոսենք, էլի խոսում ենք, էլի մի շաբաթ ձգում են, իմ մոտ այնպես տպավորություն է, որ իրանք չգիտեն ինչ են անում, այս տպավորությունը չգիտեմ խի, որովհետև չի կարա 3 ամիս ամեն օր ասեմ վաղը։ Ես 55 տարեկան եմ, ես այս բան չեմ տեսել կյանքում, որ որևէ մի պետությունում չիմանան ինչ են անում։ Գոնե կգանք ասեն տղաներ 3 ամիս է, չգիտեմ ինչ եք անում, մի բան արեք, չենք անում, բայց 3 ամսից խոսք ենք տալի, մի բան կփոխվես։ Մարդիկ ոչ մի շաբաթից գիտեն ինչ ալնելու, ոչ մի տարուց գիտեն ինչ ալնելու։ Իմ մոտ տպավորություն է դրանց չգիտեմ։ Պահանջը սկսվել է вообще սկզբից ձկնաբուծության վրա հարձակումները ջրից, որը գոյանում է անձրևած ջրերից։ Հենց պարզ ասեմ, որտեղ որոշ մարդիկ կան, որ вообще պատկերացում չունեն ջուրը, այսին երևի գիտեն գետնի տակից պրոստը հոսում է, չէ, անձրևած ջրերից գոյանում են, եւ այս մարդիկ ուզում են անձրևած ջրերը հավաքեն, որոշ բնապահպաններ իրանց տափակ ուղեղներով անձրևած ջրերի էկոնոմիա են սկսել, ձունը պետք է հավաքենք, անձրևած ջրերը, որ 100,000 տարի այդ անձրևած ջրերը գարուն, աշուն, եկե գնացել են ոչ մեկ ոչի բան, բայց ես անցած տարի գյուղատնտեսության մեջ այդ անձրևած ջրերով $2 միլիոն հարկ եմ վճարել այս պետությանը, այդ անհասունները չեն հասկանում, մենակ էլ մենք խոսում են, այդ տենց, թող մորթվեն, թող սենց ցլեն, մեր ջրերը էս եղավ, Էդի իրանց ջրերը չէ, էդի անձրևած ջրերն է, եկե գնացել է միլիոնավոր տարիներ ու ոչ մի արժեք, ոչ մի աշխատատեղ չի բացել, ոչ մի բան չի արել։ Հիմա մոտավորապես ֆինանսական տվյալներով այդտեղից սկսել են փակելով մի հատ 30%, հիմա մի հատ 40 են փակում, պարզ ասում եմ, ու չեն էլ կարող բացատրեն ինչու համար են փակում, բայց խի 40 ոչ թե 100 Այդտեղից ավարտեցինք, հիմա արդեն շուկան փակեցին, մեսին պարզ ասեմ, որ ժողովրդին պարզ լինի, որտեղ ձկնաբուծությունը ինչքան պարզ է թվում, այդքան էլ բարդ է։ Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել են ասում, պետք է շտանգի գնանք մրցումներից, հավատամ 30 տարի է պետք, կամ գոնե մի քանի տարի շորերը փոխենք, ժամանակ չէ, վաղվանից պետք է գնանք շտանգի մրցումների։ Եվրոպա, մեր ձուկը արդեն 5 կիլոգրամ է, Այնտեղ 150 գրամանոցն է վաճառվում թուրքականի, հիմա պետք է գնանք այդքանով այնտեղ, ոչ ժամանակ, ոչ աջակցություն։ Պարզ ասեմ, Եվրոպան խոսում է, Եվրոպային էլ չեմ հավատում։ Սուտ են ասում, որովհետև ասում են այսքան աջակցություն ենք տվել, մենք մի կոպեկ չենք տեսել։ Մենակ թղթի վրա սուբսիդիա եկանք, ասեցինք, հարազատներ, արեք իրար հետ քննարկենք, այս ժողովուրդը որ հարկերա վճարում 0 է, այդ որ ասում են քաղաքացին հպարտ 0 ենք մենք, ուղղակի մեր հետ ոչ մեկ հաշվի չի նստել, ոչ մեկ չի արծել ինչով օգնենք, գլխակապետ, կոշիկապետ քեզ, ասում են չէ, վсё, մի հատ թրաշի պրիբոր ենք վերցրել եկալ, ասում ենք թրաշված ենք, ամեն ինչ նորմալ է, չէ, էսի ենք բերել, էս են տվել, հիմա Եվրոպան պետք է որոշի իմ տեղը, հիմա 3 նախարարը փաստորեն մենք ենք որոշում մեզ ինչա պետք, պետք է շտանգի գնանք, հա, որովհետև այո, վсё, իրանց հետ են տվել, մի հատ շտանգ են տվել, ասում են պարապեք, մենք 30 տարի հետո ասեմ, Ժորժան, եթե ինչ-որ մի, ես իմ կերամիկայով զբաղվող, ես իմ լվացարանով զբաղվողները կամ փակեն այդ պայսները գնան իրանց տունը ամիսներով, ինչ-որ ժամանակավոր աշխատողներն են ներողություն խնդրելով, ասեն 3 ամիս պետք է նստեք միջև հասկանանք։ Մենք իշխանի վիճակում ասած մի 3.5 տարի է տևում, որ բեղմնավորված ձկնկիտից միջև խանութ մտնող ձուկը ես որ արտադրում եմ, իսկ ասետրինայի իկրայի հետ կապված 10 տարի։ Մենք 0-ից 10 տարի պլանավորած բաներ ունենք։ Ու էլ եմ ասում, իրանք ստիպել են մեզ, որ պահենք այդքան։ Մեզ չեն թողել, մեր ձեռները կապած, ես չեմ էլ ուզեցել, ես ուզեցել եմ դհոլի գնամ։ Ինձ տարել են զորով։ Ոնց ասեմ, ինձ զորով են տարել այդտեղ, որովհետև ասեմ, պետք է 1 լիտրով այսքան պահես, չկա աշխարհում մի պետություն, մի ոլորտ,
որ ասեմ պետք է 10 հատ կոշիկ կարես, չկարես զավոդդ փակում ենք։ 5 հատ հաց թխես, չթխես զավոդդ փակում։ Մեզ ասել 1 լիտր ջրով, պետք է այսքան ձուկ պայես, չպայես, ջուրդ փակում ենք, քեզ դատում ենք, չգիտեմ, հիմա մենք ստիպված 20,000 տոննայից ավել ձուկ ենք արտադրել, հիմա էլ ասում են չեք էդի հանելու։ Վնասը հաշվել եք, ինչքան Շատ մեծ է, Ժորժ ջան, էդի լուրջ հաշվապահություն ապետ, մեր էկոնոմիկայի նախարարություն չի կարող հաշվի։ Էդի մենք պետք է հաշվենք։ Որ այն ամենանի մեջ շտանգեն Հայաստանի կառավարությունը կցիրավորի։ Ոչ, ոչ։ Ինձ թվում է լեզու կգտնենք, մենք լավատեսենք, Մենք մի անգամ էլ ենք հավաքվել, ջրերի հետ կապված ինչ-որ ձգձգումներ եղավ, հիմա էլ ակտիվացել են։ Ես չեմ կարող ասել, ինչքան իրենք ժամանակ, մենք մի ամիս էլ կարանք ստեղ ապրենք։ Պալատ կեկել կբերենք, ոնց է սաղ աշխարհում։ Այնպես չի որ Ֆրանս, Եվրոպայում չէ գնում։ Եվրոպայում ժիլետներ էլ կբերենք, ինչ պետքա կբերենք, հաստատ հավաստացում եմ։ Ձուկ էլ կբերենք, ֆուրերով կլցնենք ստեղ, ինչ պետքա կանենք, ամիսներով կանենք, հաստատ։ Ձեզ որ ընդունեն, ինչ է առաջարկել։ Կա միությունը ունի վարչությունը ունի 7-10 անդամ ու նախագահ, ինձ թվում է որոշումները կայացրած է, ես բոլորի տեղը չխոսեմ, ես իմ տեղը կարող եմ ասել, որ վիճակը շատ վատ է, Ժորժ ջան։ Մենք 3 ամիս, այսինքն գլխի վեր իջնում ենք ներքև ու 3 ամիս մեզ խաբում են, ուղղակի ես վերջի անգամ մի հատ ձգնաբույծ ունենք, որ չգիտենք, հետո կասեմ, որ այս 150-ը ջուրա փակե 30% նոր ասցի, այդ մարդիկ չեն փակել ինձ թվում է, որտեղ շատ մեղ, շատ լավ են իրանց զգում, հիմա մենք էդ կնենք, ով ինչա փակե, ում փողերը որտեղից է եկել, ես քրտինքով դրս եմ բերել փողերը, հեսա կտենակ, ով ոնց խեն տենց ջեր մտնում, ու այդ մի տնտեսությունը անդադ հակառակ է գնում իր բոլոր ոլորտին հակառակ ու միշտ գտնում են այդ մարդուն մագնիսով, գնում են այդ մարդու մոտ, նկարվում են, ինչ պետք է ասում են, անցնում են։ Ես ոնց ասեմ, ամենայն ես այս մեկը ասում եմ բոլորիս տեղը, թող բոլորը ասեն, մարդիկ սուտ են խոսում։ Ես չեմ հավատում, որ Եվրոպա են անում, կարամ հենց հիմա 2 բառով ասեմ, դուք էլ հավատեք։ Հիմա Եվրոպա գնացող ծաղիկները եւ ծիրանները, չգիտեմ ինչու, Պարսկաստանից Ռուսաստան գնալուց բռնում են։ Այդ որ Եվրոպա է գնում, սա հետ են տալի։ Չեմ անում, չեմ ուզում կոպիտ բառեր ասեմ, իրանք են կարող կոպիտ բառեր ասեմ, դաստիարակությունը թույլ չի տալի, բայց մի հատ լավ անեկդոտ կա, այն յասամանի գույն են, էլի մարդկանց դրե, յասամանի գույն չենք, իրանք են յասամանի գույն։ Երեք պետք է եվրոպացի փորձագետների էլ ընդունեին, գիտեք ինչ են ընդունել են, խոսել են։ Ինչի փորձագետ, Ժորժ։ Այս ոլորտին առնչվող փորձագետների։ Հարազատ այս ոլորտի փորձագետերի հետ հələ իրանք կաբինետների տեղը չգիտեն, որտեղ պետք է նստի, մենք շփվել ենք Հոլանդիայից, Իտալիայից մասնակիցները գալիս են, այդ որ հիմա ասում են, էսի պետքա չտակ Մալախիտը, Մեծիլենը, այդ եվրոպացի մասնագետների պատճառով բացատրությամբ մենք չենք տվել, որ դա չի կարելի։ Ռուսաստան ընդունել է դրանով, մենք չենք տվել, որտեղ մարդկանց երեխաների հետ կապված խնդիրն է։ Մենք մի քայլ իրանցից առաջ ենք։ Իրանք մինչև այդ բառերը սովորում են, մենք դա արել ենք 10 տարի առաջ, բայց վերջը լավ լինի։ Հիմա խնդրում ենք հանդիպում, մի հատ եմ ասում, նոր մեր միության նախագահ Գոռա Գրիգորյան ասեց, մեր հարցեր ունենք, ընդամենը 2-3 հարց է, շատ չի, բայց էլ չենք սպասում, որովհետև 3 ամիս չի կարող, էլի հիվանդը տեղերի մեջ դեղ սպասի, այդ դեղն էլ իրանց ձեռքում է։ Գրպաները դրած է, խիչ են տալի չեմ հասկանում, դրսից փողերը եկել է, պարզ ասում եմ։ Մենք էդ ենք տեսել տելևիզորով, մեկը կա թող հելնի հերկի, ասի մենք թող բարձրաձայնի, ասի չեն տվել մեզ, խաբել է Եվրոպան, ասեմ լավ, սուտ խոսանեմ։ Մարդիկ ընդեղից ասում են տվել ենք, այս մարդիկ չեն տալի, գլուխ չենք անում։ Հիմա ուզում ենք այդ հարցերի պատասխաններ ստանանք, Գոռը ասեց, ես կրկնվում եմ ընդամենը։ Շնորհակալություն։ Արի, աշխարհի տանը միասամանի գույն էշտ ցույց։ Ես կարում եք։ Լավ, հետո միասամանի գույն էշտ ցույց։ Ասում եմ, չկա դες, ասում եմ, դելա մեջ ասարը։ Ահա մի շաբաթ ասարը, ասում ես իսպիտա գույնը, ասում հավասարում ասում։ Հիմա այս մարդիկ միասամանի Գոռս կենալ, հա, բաղցերի։ Այդ ամեր
Բայց մի 15 րոպե տեղ եմ գնում։ «24 News-ի հարգելի հետևորդներ, այս պահին կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչները։ Հիշեցնեմ, որ դեռևս հունիսին պարզ դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի բոլոր մատակարարումները, արգելելով նաև այն երկու ընկերությունների ապրանքների ներմուծումը, որոնք ավելի վաղ ստուգում էին անցել։ Գերատեսչությունը հայտնել է, որ աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ռոսսելխոզնադզորը հիշեցրել է, որ ավելի վաղ համակարգային խախտումների արձանագրման արդյունքում հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել ձկնամթերք արտադրող բոլոր ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկատացումը բացառությամբ այն ընկերությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին տեսչական ստուգումներին։ Նշենք, որ այլ ընկերությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ։ Աշխատակիցների հետ ոստիկանության Արմեն Կարապետյան, ձկնաբույսների միության վարչության անդամ եմ, Մաքսվիշ տնօրենը, կազմակերպության Մաքսվիշի հիմնադիր տնօրենն եմ։ Մենք հիմա ոստիկանները ասում են հանդիպենք Նազարյանի հետ, որին չենք ճանաչում, ինչ-որ նամակագրական, անցած անգամ ջրերի հետ որ խնդիրներ կար, մենք հանդիպումներից ոչ մի բան չհասկանալով մոտեցանք, որ ասացին եկեք նամակ գրեք, իրանց մոտից սուտ չասեմ 30 հատ նամակ հանեցինք, որը գրել ենք 8 ամսվա ընթացքում, որը որ չէր բացվել։ 8 ամիս նամակ գրես, մեկը չբացի նայի։ Հիմա ուզում են տանեն էլի նամակ գրենք այնտեղ։ Մենք համաձայն չենք։ Այդ հանդիպում ինչու չի կայանում, ինչու ձեզ չի ընդունում, Երևի որովհետև ձեր տեղեկություն չունի, երևի գիտի քիչ ենք հարկ վճարել, 70 միլիարդը քիչ է, պետք է երևի տրիլիոններով հարկ վճարենք, որ բանի տեղ դնեն իշնեն, կամ էլ ես չգիտեմ, բարեկամ պետքա լինենք։ Որոշած ամեն ինչ իր հունով գնում է, մի քանի օր ստեղ կլինենք, հետո կգնանք այն ճանապարհով, որով գնում է ամբողջ ազգը։ Եվրոպայում ինչ են անում, Ժորժ ջան։ Եվրոպայում ժիլետները, որ հագնում են Ֆրանսիայում, ինչ են անում։ Մենք ավտո չենք վառի հաստատ, բայց փողոցները կփակենք։ Մենք մի օր չենք մնալու, հարազատ։ Մի օր չենք մնալու ստեղ։ Պալատկաներ ունենք, ամեն ինչ ունենք։ Նստացույցի ենք անցնելու, բա որ իմ տունը քանդվում է, իմ երեխային չեմ պատրաստում $5 միլիոն պարտ տողամ, որով եկել եմ մի քանի միլիոնով, հիմա մի քանի միլիոնը կորցրել եմ, մի հատ էլ երեխուս եմ մի քանի միլիոն պարտ կարել, դոլարի մասն է խոսքը, խնդրում եմ հասկանալ։ Իմ երեխան 300,000 աշխատավարձ ստամ, չի կարա փակի այդ պարտքերը վարձով մնա, մի հատ էլ միջև չընդունեմ, մենք ստեղ ենք լինելու, 2 օր առաջ հոկտեմբերան են փակել փողոցները, 3 ոնց որ, եթե չեմ սխալվում, Արարատ են փակել պամիդորի հետ կապված, երասխ են փակել, հիմա մենք չենք ուզում այս ժողովրդին, վերջը
նեղություն տանք։ Մեկը երեխային է բերում դասի, մեկը գնում է հիվանդանոց, խի փակենք, հələ որ։ Բայց արդեն չգիտեմ, խի գազեր են հավաքում, իրանք զգում են, որ 3 ամիս խաբել են, արդեն մարդկանց մոտ sense, պրոստը երևի ասում են դե լավ, հələ քանի դիմանում են մի օր էլ ձգենք։ Հա, բայց 3 ամիս չեն կարող։ 3 ամիս ձգել ենք։ Կներեք, էկոնոմիկայի նախարարի հետ երբ հանդիպել եք, նա ձեզ ինչ է ասել, ինչ դժգոհություններ ունեք այդ հանդիպումից։ Բոլորը իրենց փոխանցվել է, աշխատել ենք, իրանք ասեն կարող ենք սա անել, ձեզ սա անել, ասեն չէ, այն մյուսը պետք չի։ Մեզ տվեք գոյատևման, մենք հասկանանք, որտեղ դա մեզ շուկա չի։ Դա խաբեություն է, որ մենք չենք հավատում հեքիաթների։ Ասեն լավ, այս մեկն էլ թող լինի։ Խի չեք ուզում այս մեկն էլ լինի։ Մեզ կոշիկ է պետք, գլխակը Չէ, գլխակն էլ ենք անում, ինչ վատ է, բայց կոշիկը չտվին, խաբեցին, հետո ասին գլխակն էլ։ Հիմա նույն բանն են անում, ասում են գնացեք Նազարյանի հետ հանդիպեք, Նազարյանով է ոչ մեկ չգիտի։ Եթե ձեզ ասեն մի քիչ էլ սպասեք, թե Ոչ։ Որ կարողանանք սպասենք, վաղը կհավաքվենք, Ժորժ ջան։ Վաղը կհանդիպենք։ Մենք վաղը կհանդիպենք, եթե կարենանք։ Էլ չենք կարող սպասենք, Ժորժ ջան։ Հիմա եթե գումարը եկել է, խնդիրը ինչու՞մն է, որ չեն տալի ձգնապահարան։ Այդ հարցին ենք ուզում պատասխան ստանանք, իրանք չեն բարեհաճում, մեզ մարդատեղ չեն դնում, որ իշտեն, բայց ոչինչ, օրերի ընթացքում կհասկանան, որ Հիմա ինչ որոշում ունեք։ որոշումներ չեմ կարող ասել, ունենք, մի ամսվա գրած ամեն օրվա որոշում ունենք, մենք մի ամիս համբերատար, եթե իրանք տաքացնում են, մենք էլ ենք տաքացնում, մի ամիս գծած այս վարչությունը հենց անես չի ստեղծված, այս մարդիկ իրար հետ 30 տարվա ոնց ասեմ, հարևաններ են, բարեկամներ են, այստեղ կողքից մարդ չկա։ Էլի նամակ եք պատրաստում։ Չէ, մենք նամակ չենք պատրաստում, մենք եթե կանել են 30, 40, 50 տարեկան տղամարդը, որ կանում են այմ աշխարհի մեջ սուտ է խոսում, ինչ նամակ գրես այդ մարդ։ Արեք Ալիևին նամակ գրենք, կարող Արցախը հետ տա։ Գրենք Ժորժ ջան։ Մենք գրակ այդ ձևով գրենք, խնդրում եմ էլի, այնտեղ այնպես երկար ենք ապրում 5000 տարի է էլի, արեք գրենք։ Նամակ չկա գրելու, մենք ուզում ենք հասկանանք Փող են տվել, խաբել են, թե չեն խաբել։ Եթե տվել են, ուրա։ Դե չեն թողում, վրդում են արել։ Եկեք դուք Հարապետյան Արմեն։ տեսախցիկները տեղ։ Ձկնաբույսների միության վարչության անդամ եմ, Մաքսվիշ ընկերության տնօրեն, հիմնադիր տնօրենը։ Սաղկյանքս պատմեմ Ժողովրդին։ 30 տարի ապրել եմ դրսում, քրտնել, աշխատել, 2 տարի Գերմանիա, 30 տարի Մոսկվա։ Երեխաներից հավաքել եմ, եկել եմ դրսի շուկային ամբողջ աշխարհին ցանել։ Դա է ձեզ հիմքեր տվել, որ չեք կարող արտահանել Եվրոպա։ Հարազատ, ես գները գիտեմ։ Ուրեմն կերը Եվրոպայում արժի 1 եվրո, մեզ մոտ արժի 2 եվրո։ Ձկան ինքնարժեքը 80-90%-ը կազմում է կերը։ Հիմա եթե իրենց մոտ դա էժանա, տանում հասցնում ես 1500 դրամ նստում, 2000-ով են ծախում։ Ես մեծածախի մասն եմ խոսում։ Մեկը չգնա խանութում, կարող եմ հերթով գները ցտալ խանութի, օգտվի Գերմանիայում, Լոնդոնում, որ քաղաքն եք ուզում, ասեք այդ քաղաքի գները ձեզ հիմա ցույց տամ։ Եղբայրս 800 աշխատակից ունենք Գերմանիայում։ Բոլոր երկրներում մերը թանկալի։ Մերը չի խոսում ոչ մի ձևի։ Մերը խոսում է հետ սովետական երկրներում, որովհետև մեզ մոտ տենց է։ Մենք կարող ենք ծախել Ղազախստան, ես իմ Ադրբեջան, մենք կարող ենք ծախել, եսին Վրաստան, Բելարուսիա, Ռուսաստան, ուրիշ տեղ մենք գնով չենք ասում։ Ուղղակի չի ստացվում, Ժորժ ջան, մենք էլ ենք ինչ տարբերություն իմ համար որտե ծախեմ։ Երթում չենք կերել, ոչ աշխատակից ենք, ես իմ սպեցլուժբեկի ուրիշ երկրների, որ երթում ենք կերել մեր երեխեքի մոտ, որ պետք է այս անենք, այն անենք։ Մենք եկել ենք մեր երկրից, ծաղկացնենք աշխատատեղերը բացել ենք, հիմա փակում են, ուզում ենք հասկանանք խեն փակում։ Դուք հաջորդիվ ինչ եք պատրաստվում անել։ Չեմ ասելու։ Որովհետև մենակ չեմ, որ դա ուզենանք անելու արդեն վարչություն կա, երեխեք ջան, 7-8 հոգի մարդ է մտնում էջը, նախագահ ունենք, բոլորը որոշված էսխի են, հիմա տակտիկան ասեմ, տեխնիկան ասեմ ինչ ենք անելու, չեմ ասելու, բայց որոշված է, հաստատ վստահ եղեք ամեն ինչ օրերով, մի ամիս 30 օր գծած է ինչ ենք անելու։ 30 օր արուն ենք խմելու, ոնց որ մեզանից են խմում 3 ամիս, մենք արուն ենք խմելու, այսինքն հոգնածնելու ենք, միջև հասկանան, որ ցած ձգելով չի։
Ձգելով իշքան, հիմա այստեղ այսքան հազարոքի մարդ հավաքած։ Այստեղ երեխաներ կան, կայլեսկով երեխեքով եկել են, այստեղ աշխատակիցներ են, մեկը չի բարեհաճում էլ երկու բառ խոսում։ Լրիվ անասունի տեղ են դրել մեզ, չեմ հասկանում։ Մի ժամից ավել է այստեղ եք, ոչ մի արձագանք։ Դու մենք մի ամիս էլ ենք այստեղ լինելու, թող հանգիստ լինեն։ Եթե իրաց թվում է մեզնից համբերատարեն, կլսեք, մի ժամից ավել է այստեղ եք, ոչ մեկ ձեզ ոչինչ չի ասել։ մոտեկցել են միլիցիայի աշխատակիցները, ասել են մենք սենց ենք ուզում Նազարյանի հետ հանդիպեք։ Հա, մենք էլ ասել ենք մենք չենք ուզում գնանք Հրազդան։ Ինչ գործում ենք Հրազդանի Նազարյանի հետ։ Մենք եկել ենք կոնկրետ ով որ հարց կարող է լուծել գոնե։ Տեղն ենք հասկացում, որ այս երկրում երկրորդ մարդ կա հարց լուծել։ Հիմա եսի կարող եմ երևի շորբուլակ, չգիտեմ որտեղից, ում են։ Ես այդ ազգանուն առաջ անգամ եմ լսում։ Կներեք, Ես էկոնոմիկայի նախարարի ազգանունը չի բռնում, թող վարչապետի անունը չի բռնում, ով հարց լուծող է, ոչ մեկի անունը չի բռնում այդ ազգանունը չի բռնում այդ մարդու հետ, ում հետ ուզում են հանդիպեն։ Վարչությունը որոշում է կայացրել, որ այդ մարդու հետ հանդիպում չի կարող լինել, որովհետև մենք գոնե նրա համար 8 ամիս նամակ գրենք, այդ մարդը նամակը չբացի։ Այդ մարդու հետ դուք կգնաք հանդիպելու, ձեզ եմ հարցնում։ Եթե 8 ամիս հազարավոր աշխատավեր, կեսի կեսն է ստեղ, որովհետև տնտեսությունը պետք է աշխատի։ Դի մակրվի շանդուրկաները, ընդ հարցեր կա, այրատները չաշխատի, միլիոնավոր վնասներ են, հենց մի րոպեվա մեջ կկրենք, դրա համար սա կեսի կեսն է աշխատակիցների։ Հիմա այդ մարդուն 8 ամիս նամակ են գրել։ Մի արկղ, ցելի արկղ նամակ են գրել, չի բացվել։ Մենք ջրերի հետ կապված մտել ենք ներս, ասել են մի հատ եկեք նամակ գրեք, ասենք արեք ձեզ ցույց տանք նամակը։ Հանը դրել ենք իրանց դեմը, զարմացած գոնե թափեն։ Դա վերջին 8 ամսում։ Այն հավաքի ժամանակ եղել էս անգամ չէ։ Հիմա մեկ էլ չունենք։ Երրորդ անգամ նույն մարդու մոտ կգնաս որ խափի քեզ։ Չեմ գնա։ Հաշվարկել եք այս 3 ամսվա ընթացքում օրինակ ինչքան վնաս եք կրել։ Վնասների Մեծ թվեր է եղել, շատ մեծ թվեր։ Ես արդեն այս 80 օրվա մեջ 2 միլիարդ դրամ վարկ եմ արել։ Սա չվերացեմ, որտեղ մի քիչ ռուբլիով, մի քիչ եվրոյով, մի քիչ դոլարով միջինացված 2 միլիարդ վարկ եմ արել, որը չեմ պատրաստվում երեխային թողել, որը 300,000 դրամ աշխատավարձ ստանում։ Համալսարանում դասատալի։ Շնորհակալ։ Հողը բերել են թե չեմ։ Մեկ ասում եմ տվել են, մեկ ասում եմ չեն